Արդարություն, այնինչ մենք չենք ունեցել 30 տարուց ավել եւ այն ինչ մենք չունեցանք, թե պետք տվեցին խոստումներ 18 թվականին, ուղիղ հատուկ բառացի խոստումներ, որ մենք վերականգնելու ենք արդարությունը։ Մեր հասարակությունը այդպես էլ չտեսավ արդարություն եւ ոչ մի ոլորտում։ Եվ սա էր պատճառը, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հիասթափվեց ոչ միայն 18 թվականի իրադարձություններից, այլ հիասթափվեց առհասարակ պետությունից, արդարությունից, արդարադատությունից եւ սպասումները կորցրեց։ Սա այն կարևորագույն խնդիրներից մեկն է, կարևորագույն արժեքներից, եթե կուզեք, մեկն է, որը մենք պարտավոր ենք վերականգնել։ Միայն արդարության վերականգնման պայմաններում է, որ մենք կարող ենք վաստակել մեր հասարակության վստահությունը։ Միայն վստահության վաստակելու պայմաններում է, որ մենք կարող ենք համախմբել մեր հասարակությունը, վերականգնել այն միասնականությունը, որի կարիքը մենք ունենք եւ որը հետեւողականորեն կազմաքանդվում է։ Միայն համախմբման պարագայում է, որ մենք կարող ենք իսկապես բերել խաղաղության կարևոր բաղադրիչներից մեկը, որը ապահովելու է մեր անվտանգությունը բոլոր իմաստներով։ Հետևաբար արդարության վերականգնումը իսկապես կարևորագույն խնդիրներից մեկն է, որը մենք դրել ենք մեր առաջ, ոչ միայն այսօր, այլ նաև երեկ եւ դնելու ենք վաղը։ Արդարությունը պիտի վերականգնվի։